Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Այսօր ես զրույցի եմ հրավիրել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար, Գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ պրոֆեսոր Պավել Ավետիսյանին, ով հանդիսանում է Հայաստանի առաջատար էքսպերտներից հնագիտության ոլորտում, և մենք այսօր կխոսանք հենց այդ ճյուղի մասին գիտության։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան, շնորհակալություն հրավերքս ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Պարոն Ավետիսյան, ես կխնդրեի, որ մի փոքր դուք ներկայացնեիք այն գործիքակազմը ժամանակակից, որը որ օգտագործում են հնագետները, փաստացի հասկանալու համար այն ամենը, ինչ նախկինում տեղի է ունեցել մեր տարածաշրջանում, և ինչ-որ առումով կարելի ասել ինֆորմացիա տալու նպատակով, թե ով ենք մենք, որտեղից ենք գալի և նաև դեպի ուր ենք գնում։ Որովհետև ես կարծում եմ, որ հնագիտության երևի կարևորագույն միսիաներից մեկը հենց դրանում է կայանում։ Անցյալը հասկանալով փորձենք կանխորոշել, թե ինչպես պետք է դեպի ապագա գնանք։ Շնորհակալ եմ, շատ լավ հարցադրում եք ձեր կողմից։ Առաջինը ասեմ, որ հնագիտությունը որպես գիտակարգ, ունի սոցիալական պատվեր, այսինքն հանրության կողմից ձևակերպված արդեն շուրջ 200 տարի, երկու մեծ խնդիր լուծի այդ հնագիտությունը որպես գիտություն։ Առաջինը դա ուրեմն հիշողություն, ժառանգական շարունակականության հանգամանքը, որևէ տարածքի, որևէ տարածաշրջանի եւ այլն, եւ մյուսը մշակույթների երկխոսություն, այսինքն անցյալում եղած մշակութային իրավիճակների վերհամամբ եւ այսօրվա մշակութային աշխարհները իրար կապելու հիմնական առաքելությունը դրված է հնագիտության վրա։ Հիմա այդ ամեն ինչին հասնելու համար, այդ խնդիրները լուծելու համար եւ այլն, հնագիտությունը բավական երկար ճանապարհ է անցել զարգանալու համար, ինչպես իր սահմանումները, նոմենկլատուրան գիտական հասկացությունների եզրաբանությունը եւ այլն, այնպես էլ նաեւ ուսումնասիրության մեթոդաբանությունը, մեթոդները կիրառվող եւ դեռևս 20-րդ դարի կեսերից ակնհայտ էր, որ հնագիտական այն ամենը, ինչ կա հնագիտական օբյեկտները, հնագիտական հուշարձաններ ուսումնասիրելու համար անհրաժեշտ է միջգիտակարգային մոտեցում։ Այսինքն գործնականում, քանի որ հնագիտական հուշարձաններից մենք ձեռք ենք բերում կամ փորձում ենք կորզել մարդկային կենսագործունեությանը վերաբերող գրեթե ցանկացած դրվագ եւ այլն, այսինքն ամեն ինչի հետ կապված այնտեղ կարող է պահպանված լինել ինչ-որ ինֆորմացիա, հետեւաբար մենք գործ ենք մեր հետ միասին հրավիրում ենք աշխատելու գրեթե գիտության բոլոր ոլորտների ներկայացուցիչներին, այսինքն առանց կենսաբանի, ընդ որում կա հատուկ ուղղություն, կենսահնագիտություն, դա եւ մարդաբանական նյութի ուսումնասիրության համար, եւ կենթանական ոսկորների, եւ բուսական մնացորդների, առանց նրանց օգնությամբ եւ նրանց այդ գիտակարգերի շրջանակներում ձեռք բերված տվյալների այսօր հնարավոր չէ անցյալի մասին ամբողջական պատկերացում ունենալ։ Նույն կերպ մենք համագործակցում ենք ֆիզիկոսների հետ, քիմիկոսների հետ, երկրաբաների հետ, որովհետև նյութեր ենք ուսումնասիրում, այդ նյութերն ունեն բաղադրություն, այդ նյութերը որտեղից հումքը որտեղից է ձեռք բերվել, մինչև այդ հումքից ստացված արդյունքը ինչպես է կիրառվել կյանքում եւ այլն, այդ ամբողջ ընթացքը վերանելու համար նույնպես անհրաժեշտ են հարևան մեր գիտությունների օգնությունը եւ անմիջական մասնակցությունը վերակազմելու այն ամենը, ինչ կանվանենք անցյալ։ Ռադիոկարբոնային անալիզներ, իզոտոպային անալիզներ, նեյտրոն ակտիվացման եղանակով անալիզներ, դրանք ցանկացած այդ անալիզների արդյունքները, եթե հնագիտական նյութ են տրամադրում մասնագետներին, այդ անալիզների արդյունքները մեզ հնարավորություն են տալիս ավելի ամբողջական եւ կարևորը երևի հավաստի տվյալներ։ Միանշանակ ես ապրեք, ես հիմա ուզում եի դա ասել հավաստի, որովհետեւ նախկինում, մինչ ասենք 60-ական թվականները, եթե դուք հայաստանյան հնագիտությանը վերաբերող գրքեր կարդաք, երևի թե ես այսպես եմ կարծում եւ այլն, այսօրվա հնագիտությունը այդպիսի ձևակերպումներ պնդումների միարժեքություն է ապահովում։ Միանշանակ, ասում անալիզների արդյունքով այս է ցույց տալիս, անալիզների արդյունքները սա են ցույց տալիս, այսինքն թեականությունը արդեն քննարկման
այսպես ասած, կամ ընդունելի տարբերակ չէ, եւ եթե լուրջ ամսագրերում ուզում ես հրատարակվել եւ կատարած այդ գործը ներկայացնել, ապա այդ էականներով չես մոտենալու, անալիզի արդյունքներով ես մոտենալու խնդրին։ Պարոն Ավետիսյան, այդ դեպքում շատ բնական կերպով հաջորդ հարցն է առաջանում։ Շատ հաճախ պատմաբաններին մեղադրում են այսպես կոչված քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված տվյալների ներկայացման փաստի հետ կապված։ Միշտ ասում են, որ պատմությունը դա ավելի շուտ պատվերով գրվող ինչ-որ մի գիտություն է, ինչի հետ բնականաբար ես համաձայն չեմ միանգամից ասեմ, որովհետև այո, չարաշահումներ կան եւ այլն, բայց անշուշտ պատմությունն էլ ինքը շատ հստակ կուռ եւ դեդուկտիվ տրամաբանությամբ առաջնորդվող գիտություն է։ Սակայն այդ խոսակցությունները շատ հաճախ են լինում։ Կարելի է արդյոք ասել, որ ձեր ոլորտը, ձեր ճյուղը այ հանդիսանում է հենց այն կարևորագույն չափանմուշը, որին հենվելով կարելի է հստակեցում եւ հավաստի տվյալների վերականգնում իրականացնել։ Այլ կերպ ասած, ձեր ճյուղը թույլ է տալիս, ասենք ասենք, ինֆորմացիայի հստակեցում իրականացնել անցյալի վերաբերյալ։ Ինչ որ չափով, ինչ որ դուք ասեցիք, ինչ որ չափով այդ կոնյունկտուրան քաղաքական կլինի, այլ կոնյունկտուրաներ կլինեն եւ այլն, ըստ էության բնորոշ է հումանիտար թևի եւ հասարակագիտական թևի գրեթե բոլոր ուղղություններին։ Անպայմանորեն դա պետք է ինչ որ չափով դրսևորվի, բայց դա ունի չափ, սահման եւ բնականաբար, այսինքն քանի որ կա այդ սոցիալական պատվերը ցանկացած գիտության, նաև հասարակական գիտությունների կամ հումանիտար գիտությունների, բնականաբար այդ պատվերը թելադրում է ինչպես աշխատես։ Բայց ի տարբերություն պատմաբաների կամ պատմական սկզբնաղբյուրների, որ գրավոր ավանդված են, այսինքն այս կամ այն պատմիչը, երբ որ ինչ-որ ժամանակների մասին, մեզանից շատ վաղ ժամանակների մասին, իր պրիզմայով անցկացրել է չար ու բարին, լավն ու վատը, ընդունելին, անընդունելին, իր պատկերացրած աշխարհի սուբյեկտիվ կերպ։ Այդ միանշանակ նրա, այսինքն երբ որ գրել է պատմիչը ինչ-որ մի բան, իր սուբյեկտիվ իր ինքնության գործոնը այնտեղ անպայմանորեն արտացոլված է։ Երբ որ մենք գործ ունենք հնագիտական սկզբնաղբյուրների հետ, ապա դրանք առօրյականության ընթացքում, հա, այդ մարդու ապրելու ընթացքում ձևավորված, այսպես տվյալներ են, այսինքն մարդը ամենօրյա իր կյանքում ինչպես է ապրել որևէ բնակատեղիում, ամբողջը ինքը սպոնտանա ձևավորվում, ուղղորդված չէ։ Բնական չափով, ինչ չափով, այո, եւ երբ որ մենք վերականգնում ենք այդ տվյալները, այսինքն այս կամ այն կերպ կարողանում ենք կորզել այդ սպոնտան ապրած կամ առօրյականության շրջանակներում ձևավորված, հա, այդ աղբյուրները իրեր, առարկաներ, բրածո բուսական մնացորդներ, կենդանական մնացորդներ, ինչ կա պատշար, պատի մեջ ինչա լցել եւ այլն, այդ բոլորը երբ որ մենք կարողանում ենք վերականգնել, դրանի այդ ամբողջը շատ ավելի օբյեկտիվ պատկեր է տալիս անցյալի մասին, քան ես որպես պատմիչ ներկայացրել եմ նրան եւ իմ ընկալումները մի քիչ այլ են։ Այսինքն եթե ես պատմեմ հզոր պարիսպներով շրջապատված, այս ինչ քաղաքի կամ այսինչ հուշարձանի մասին, ու այսինչ հուշարձանի մեր այսօրվա աչքերով, ես եթե պեղեմ, արդեն շինարարական տեխնիկայի առանձնահատկությունները վերհանելով եւ այլն ես կհասկանամ դա հզոր էր, հզոր չէր, այսինքն այդ հզոր բառը, որ մարդը օգտագործել է, ինչ նկատի ուներ, էլի։ Այսօրվա մեր արդեն պեղումներից ձեռք բերված տվյալներն ու անալիզները հնարավորություն կտան շատ ավելի օբյեկտիվորեն դատել այդ պատի մասին, ասենք, կամ այդ պաշտպանական համալիրի մասին։ Ես մի օրինակ բերեմ, ուղղակի ձեր հենց ասած այդ միջառարկայական կապի հետ կապված հնագիտության։ 2016 թվականին Science ամսագիրը տպագրեց մի սենսացիոն հոդված, որում զետեղված էր գերմանացի հնագետների 15 տարվա մոտարապես աշխատանքը, որի շրջանակներում նրանք կարողացել էին կարդալ բաբելոնական կավե աղյուսակներում ներկայացված որոշակի տեքստ եւ այնուհետեւ դիմել էին անմիջապես ֆիզիկոսներին եւ աստղագետներին եւ պարզվել էր, որ բաբելոնցիները բացարձակ ճշգրիտ կարողացել էին նկարագրել Յուպիտեր մոլորակի շարժումը երկնակամարի վրա, ընդ որում 1500 տարի առաջ եվրոպացիներից մտցրել էին նաև ինտեգրալի գաղափարը իրենց այդ տեքստում, հաշվելով մակերեսները եւ դրա միջոցով ստանալով անցած ճանապարհը։
Եվ դա համարվում էր չափազանց կարևոր հայտնագործություն, որտեղ բացարձակ անսպասելի էր, որ այդպիսի մակարդակ է ունեցել այդ քաղաքակրթությունը։ Հայկական լեռնաշխարհում նույնպես շատ մեծ ոնց որ թե հայտնագործություն արվեց, խոսքը վերաբերում է այդ 5000 տարվա մաշիկի մասին, այդ վերաբերյալ, եւ ես կարծում եմ դուք անմիջական կապ եք ունեցել այդ հետազոտությունների հետ։ Մինիստրի արշավախումն է արել։ Ես շատ խնդրում եմ, էլի, եթե կարելի է մի փոքր անդրադառնանք այդ հայտնագործությանը եւ ինչով էր դա այդքան կարևոր, որովհետեւ դա նույնիսկ միջազգային մաս մեդիայում դրա մասին գրեցին եւ դա հայկական ավտոխտոնության հետ կապված ոնց որ թե շատ կարևոր մի հանգամանք էր։ Դժվարանամ պնդել հայկական ավտոխտոնության, որտեղ այդ ժամանակներում հայկական կամ որևէ այլ ական ձևակերպումները մի քիչ գուցե հիմնավորված չլինեն, բայց որ այս լեռնաշխարհի, այս հատվածների բնակչության կամ հասարակության զարգացման աշճանի մասին շատ հետաքրքիր փաստեր տվող մի հուշարձան պեղեցինք, որն է Տարենի 1 քարայրը, որտեղ բազմաթիվ գտածոներ ունենք, ի թիվս դրանց մեջ ուրեմն նաև այդ Չարոխը, ոտնամանը, ինքը իրականում մեկ կաշվի կտորից կարված ոտնամանների ամենահնագույն օրինակն է։ Դա միանշանակ եւ դա այդ հանգամանքը հատկապես դեր խաղաց, որովհետեւ շատ մեծ արձագանք ունենա այդ ԶԼՄ-ներում եւ այլն, եւ եթե չեմ սխալվում, եգիպտական բուրգերին մի խոսքով վերաբերվող կամ փարավոնների թաղումներին վերաբերվող շատ տարածված ԶԼՄ-ներում տարածված արձագանքից հետո ամենամեծ տեղը զբաղեցրել այդ կոշիկը, չհաշվել են, էլ, այսինքն խոսքը հսկայական միլիոնավոր լինկերի, դիտումների եւ այլների մասին է խոսքը եւ այլն, որը շատ անգամ այդպես Հայաստան, հայկական եւ այլն այդ ամեն ինչը շատ մտածրեց, բայց այստեղ շատ կարեւոր է նկատնել, որ այնքան կոշիկը չէ, ինչքան այդ հուշարձանը։ Բանն այն է, որ մոտավորապես 4-րդ հազարամյակի առաջին կեսից սկսած ամբողջ Առաջավոր Ասիայում տեղ ունենում խոշոր ինչ-որ գործընթացներ, որ նաև գրականության մեջ, մասնագիտական գրականության մեջ դա երկրորդային արտադրության հեղափոխություն է կոչվում, դա ուրբանիզմին նախորդող վիճակ էր, երբ որ այն մարդը արդեն սովորել էր հազարավոր տարիներ կենթանի էր ընտելացնում, պահում, բույսներ մշակում եւ այլն, բայց դրանք այսպես առաջնային են, այսինքն կենթանին պահում են միայն միս ստանալու համար հիմնականում, ըստ մեր տվյալների։ Այս փուլից սկսած արդեն ինքը սկսեց կաշին օգտագործել, կաթը օգտագործել, վերամշակել եւ այլն, այս դրանով պայմանավորված երկրորդային հեղափոխություն են այդ նորամուծություններին անվանում, այլ խոշոր եղջերավորներին սկսեցին օգտագործել որպես գրաստ, հա, տրանսպորտը մեջտեղ եկավ, այսինքն քաշող բաները եւ այդ բոլորի մեջ մենք հարավային միջագետքում ունենք տվյալներ, որ այդ ժամանակվանից սկսած արդեն տաճարները պետք է ի հայտ գան, այդ տաճարներում պետք է բարիքը կենտրոնանար, այսինքն ի հայտ են գալիս էլիտա մարդկանց այնպիսի խմբեր, որ այսօր մենք նրանց անվանենք վերնախավ էլիտա, որոնց ձեռքում էր կուտակվում հասարակական բարիքի մեծ մասը, որոնք նստում էին տաճարում։ Քրմեր կլնեին կամ աշխարհիկ ինչ-որ ղեկավարներ եւ այլն։ Այդ տաճարներում կուտակված նյութը նաեւ հետո վերաբաշխվում էր ինչ որ աշխատանքների դիմաց, դա նույնպես արձանագրվում էր Արենիի պարագայում, Քարայրի ներսում։ Մենք բոլոր այն հատկանիշները, որ տաճարը ունի, այսինքն նյութեր այդ բարիքը, հանրային բարիքը միտեղ ամբարելու, հանրային բարիքը բաշխելու, այդ գինու արտադրության հանգամանք այնտեղ տեսնում ենք այդ բոլորը, պլյուս այդ Քարայրի մեջ մենք ունենք նաև ծեսի ու արարողակարգերի, հա, ծիսական արարողակարգերի հետ կապված բազմաթիվ ատրիբուտներ, ընդհանուր մինչև գանգերի ցուցադրություն, հատուկ զարգված կավե, այսպես փոքրիկ ստրուկտուրաների մեջ, այդ բոլորը խոսում են մասին, որ այս հասարակության մեջ նույնպես այդ հեղափոխությունը տեղի ուներ մի քիչ այլ ճանապարհով, որտեղ այլ տնտեսվարման, ասենք, կենսապահովման համակարգ այստեղ մի քիչ ուրիշ էր, քան այնտեղ, հա, այնտեղ հիմնականում իռիգացիայի վրա էր, այստեղ անասուն պահել։ Բանացիան, անդրադառնալով իմ հարցին, էլի, այլ առարկաների էքսպերտները, այլ գիտությունների այդ հայտնագործությունների մեջ ինչպիսի դեր խաղացին։ Միանշանակ բաբելոնցիների պարագայում դրանք մաթեմատիկոսներ էին, ֆիզիկոսներ, աստղագետներ։ Այս դեպքում ինչ ոլորտի, ինչ ճյուղեր մտան խաղի մեջ։ Հիմա այդ կոշիկի սենսացիան ինչի համար է, ոնց եղավ եւ այլն։ Մենք կոշիկից վերցրած նմուշները, այսինքն գոլեգաները, դա հայ, իռլանդական, անգլիական համատեղ արշավախումբ էր։ Ներկայացները այդ 4 տեղ տարբեր տեղերից մեջը կար նաև դարման լցված, այդ դարմանից, այդ կոշիկի
կապի տեղից, կոշիկի, մի խոսքով բոլոր տեղից, որտեղ կոշիկի վնաս չենք տալու, այնտեղից պրոբ ենք վերցրել, նմուշ ենք վերցրել, ուղարկել ենք տարբեր 4 տարբեր լաբորատորիաներ ռադիոկարբոնային անալիզի։ Որովհետև մենք մտածում ենք, որ այդպես պահպանված կոշիկը քարոտրակի պետք է մի 100 տարի առաջվա կոշիկ լինի։ Եվ բարձվեց, որ դա 4-րդ հազարամյակի կեսերին վերաբերվող 4-ն էլ տվեցին նույն թիվը։ Դա էր սենսացիան, որ մոտավորապես Քրիստոսից առաջ 3600-3400 թվականների սահմաններում տվագրվել ենթակա նյութը, այսպես պահպանվել է, ու այս հնագույն էր, այդպիսի բան մենք չունեինք։ Կարելի է ասել, որ բախտը բերեց այն բանով, որ ինքը գտնվում էր այդ քարայրի մեջ եւ այն էկոլոգիական այդ խորշի, այդ փոքր խորշը կամ այդ նիշանը։ Մի խոսքով մթնոլորտը այնպեսին էր, որ թուրքվեց օրգանական նյութերը այնտեղ չեն քայքայվում։ Որբիսի հասկանալի լինի, թե այնտեղ վիճակը ինչպես է, ուրեմն այդ գինու հետ կապված, այդ արտադրության հետ կապված հսկայական քանակության փաստեր են արձանագրվել։ Եվ դրանց մեջ, ասենք, կա մի բան, խաղողի չանչը, վրան չամիչը պապանված, սևացած խաղողի մնացածը, չամիչ դարած մնացել էր վրան։ Այսինքն դու իրան ավելի վաղ է կան այդ կոշիկը, որում այդ խաղողի կորիզները եւ այլն, որբիսի մենք ապացուցենք, որ այնտեղ գինի են արտադրել։ Ուրեմն մենք քիմիկոսների հետ դա Կալիֆոռնիայի համալսարանի համապատասխան լաբորատորիաների հետ աշխատել ենք, ուրեմն նրա հետ աշխատել են քիմիկոսներ այդ նյութերի հետ, ելի նորից ռադիոկարբոնային անալիզներ տարբեր տեղերում եւ այլն։ 4 տարի մենք այդ ամբողջը բացել եւ արձանագրել ենք 2007 թվականին, 2011 թվականին նոր բոլոր այդ տվյալները հավաքվեցին մեկտեղ եւ մենք հասկացանք, որ 4-րդ հազարամյակի սկզբին արդեն, մի քիչ ավելի վաղ կան այդ կոշիկն է, այստեղ եղել է գինու արտադրություն, որը նույնպես հնագույնն է երկիր մոլորակի վրա, այսինքն մենք այդպիսի հնության, գինու արտադրության համալիր որևէ տեղ արձանագրած չունենք։ Հնարավոր է, որ գինի օգտագործման փաստեր Վրաստանում ունենք ավելի վաղ ժամանակների անոթների մեջ պահպանված եւ այլն, եւ այդ բոլորը ինչ եղավ, անոթների պատերը քերեցին, մոդելավորեցին process-ը, կորիզները տարան ուսումնասիրեցին եւ այլն, որ արդյոք գինի էր, թե ասենք օրինակ դոշապ կամ ինչ-որ հյութ, այդտեղ պավել եւ այլն։ Ի վերջո այդ ամբողջը բերես տվյալները, ընդ որում ասում եմ քիմիկոսների, կենսաբանների օգնությամբ ձեռք բերված տվյալները միանշանակ դարձեցին, որ մենք գործ ունենք գինու արտադրության համալիրի հետ, դա հնագույնն է ամբողջ աշխարհում։ Այսինքն այդ տարիքի գինու արտադրության համալիր որևէ տեղ արձանագրված չէ։ Հնարավոր է կա, բայց առեսօրվա դրությամբ մեր արձանագրված այդպիսի վիճակ չունենք։ Բանալության, իսկ այդ արդյունքները, որոնք որ բնականաբար զետեղվեցին ինչ-որ մեծ հոդվածի շրջանակներում, բազմաթիվ հոդվածներ, բազմաթիվ, որտեղ են տպագրվել, տեսեք ոնց է, այդ տիպի որտեղ նման բաները Nature-ի կարգի ամսագրերում են տպագրվել։ Տեսեք ոնց է, հիմնականում Science, Հայաստանից պեղված նյութեր Nature-ում նույնպես տպվել են, դա եւ մարդագոյացման են հնագույն ժամանակներին վերաբերվող բացառիկ տվյալներ արձանագրված ունենք, հրատարակվել են այնտեղ։ Կոնկրետ օրինակ ասեմ, այս տարվա երևի հոկտեմբերի սկզբներին կամ սեպտեմբեր կամ օկտեմբեր այդ ամիսներին լույս տեսավ մեր այս տարածաշրջանի հիմնական հնագիտական ցուցիչներից մեկի վիշապ քարակոթողների մասին Nature-ում հոդված լույս տեսավ։ Ընդ որում էլի նորից հնագետի եւ այո, ֆիզիկոսի, այո, Բոբոխյան, այո, դա իմիջիայլոց շատ մեծ արձագանք է ոնց որ թե ստացել, այո, ԶԼՄ-ներում շատ են բան արել, բայց այստեղ նորից ակնհայտ է հնագետի եւ ֆիզիկոսի համատեղ աշխատանքը եւ այդ համատեղ աշխատանքի արդյունքում է որ մենք կարողանում ենք այդպիսի լավ արդյունքներ ունենալ որ Nature-ում հրատարակվեց ընդ որում այդ վիշապ քարակոթողների դերի նշանակության մասին եւ այլն միշտ տարբեր տեսակետներ են հայտնել կոնցեպտները տարբեր այո շատ են եղել եւ նաեւ տեսակետներից մեկն էլ են եղել որ դա ջրերի շուրջն է դրված եղել պաշտամունքի կարեւոր օբյեկտ է եւ այլն բայց երբ որ արվեցին այն հաշվարկները թվերի վրա այդ կոթողների բարձրությունը նրանց տեղադրման բարձրությունը չափերը կաշիռը չգիտեմ ինչ որ հաշվարկել են եւ ֆիզիկոսի օգնությամբ ստացված այդ նոր տվյալներն ու մոդելավորումները անհերքելի դարձրեցին դա նախկինում դա կարծիք էր հիմա դառավ անհերքելի փաստ Այ ինչ է նշանակում ֆիզիկոսի եւ հնագետի հետ, կամ իսկ եթե կարճ ձևակերպենք այդ հոդվածի եզրակացությունը,
որը որ կա, գլխավորը, ինչին եկան Գուրզադյանը եւ Բոբոխյանը, ինչպես կարելի է ձեռնարկել։ Դա մոտավորապես այսպես է, որ այդ կոթողները պատահական տեղերում չեն դրվել, այդ կոթողները ծիսապաշտամունքային նշանակության կոթողներ են, դրվել են հատուկ տեղերում, ամենայն հավանականությամբ հատուկ արարողություններով այդ մարդկանց, հա, պատկերացումների համակարգում այդ ծիսական արարողությունները եւ այլն ապահովեին նրանց կենսապահովման համակարգի համար կարևոր ջուր, ոռոգման համակարգ, շատ կարևոր, այսինքն տնտեսության զարգացման, ընդհանրապես այդ քաղաքակրթության, որ այս հայկական լեռնաշխարհի սահմաններում արձանագրում ենք, այդ ժամանակների տնտեսության մասին կամ այդ հասարակության մասին այդ նյութերով տվյալները լրիվ փոխում են մեր պատկերացումները, թե մենք ինչ հասարակությունների հետ գործ ունենք։ Ընդ որում մենք միշտ պատկերացրել էինք, որ այդ կոթողները պետք է կառուցված լինեն ինչ որտեղ 24-րդ դար ՄԹԱ, հա, եւ դրանից հետո մինչեւ Վանի թագավորության շրջան, որտեղ Վանի թագավորության շրջանի մենք փաստեր ունենք, որ կոթողը վերածել են արձանագրություն անել, կոթողը փչացրել է, վրան արձանագրություն են թողել, դա Գառնիում ունենք այդպիսի մի իրավիճակ եւ այլն, ել չեմ ասում, Միջնադարում նույնպես խաչքար են դարձրել այդ կոթողները, բայց հիմա սա ցույց տվեց, որ մենք գործ ունենք կոթողների հետ մի քանիսի դեպքում, որոնք կարող են լինել այդ 5-րդ հազարամյակի վերջ, 4-րդ հազարամյակի սկիզբ, այսինքն այդ երկրորդային արտադրություն, երբ ուրբանիզմի process-ները տարավ հասցրեց այդ ժամանակներին այդ կոթողները, իսկ դրանք ըստ էության մոնումենտալ քանդակագործության բացառիկ նմուշներ են, եւ 5 մետրանոց քանդակ Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակի մեջ մի քիչ բացառիկ երևույթ է։ Մեր առաջ դա նման ինձ որ ասեին նման բան կա, դե ես կասեի, որ սպեկուլյացիայով ենք զբաղված, սպեկուլատիվ մտքեր են, այդպես չի լինի, բայց հիմա արդեն դրանք փաստագրված են։ Այսինքն դա շատ կարևոր հանգամանք է։ Այդ առումով, այսինքն ինչ տվեց ժամանակագրության հստակեցման խնդիր, տվեց նրա ուրեմն գործառույթային այդ կոթողներ, ինչու են այդքան մարդիկ քաշ տվել, առրելի աշխատանքը թափել, տարել, դրել լեռներում, բարձր տեղեր են դրված նրանք հիմնականում, եւ ընդ որում նաեւ լրացուցիչ նաեւ տվել են տվյալները, որ այս հասարակությունները, որ այստեղ ապրել են, լեռնային հատվածները, բարձր լեռնային տեղերը եւ այլն, իրենց համար սրբազան տարածքներ են եղել։ Մենք մասնագիտական գրականության մեջ դրանց անվանում ենք սրբազան լանդշաֆտ, հա, կուլտիկ լանդշաֆտ եւ այլն։ Այդ լանդշաֆտը կազմակերպելու առանցքային պահերից մեկը հենց այդ կոթողներ են, այդ կոթողների շուրջ կան ժայռապատկերներ, այդ կոթողների հարևանությամբ կան կառույցներ, որոնց դեռ մենք չենք էլ հասցրել պեղել եւ հասկանալ, թե իրար հետ ինչքանով են կապված եւ ինչ դերու նշանակություն ունեցել, այսինքն նոր խնդիրներ է առաջ դրել մեր առաջ դրել այդ փաստագրումը եւ այդ հոդվածը ըստ էության, որովհետեւ մենք մի նոր աչքով, մի նոր ընկալումներով մոտենանք այդ խնդրին եւ սկսենք մեր հետագա ուսումնասիրությունները այդ բարձրությունների վրա, դա 2500, 600, 3200 մետր բարձրության վրա մինչև էլի։ Պարոն, իսկ կարելի է ասել արդյոք, որ այդ հետազոտությունների հիման վրա նաև կարելի է ինչ որ գաղափար կազմել, թե ինչպես է ձևավորվել հետագայում մշակութային դաշտը մեր լեռնաշխարհում։ Կարելի է արդյոք ասել, որ դա եղել է այն նախնական հենքը, որի վրա հետագայում սկսել է զարգանալ արդեն տարածաշրջանի մշակույթը իր։ Տեսեք ոնց է, մեր լեռնաշխարհի եւ հատկապես Արաքսից հյուսիս ընկած այս տարածքների, հա, մեր այդ ուսումնասիրությունները եւ այլն, միշտ էլ ինչ որ տվյալներով այսպես է, լեռնաշխարհի հնագույն անցյալի մասին, ամենօրյա նոր տվյալներ բերող գիտությունը դա հնագիտությունն է, որտեղ գրավոր սկզբնաղբյուրները սահմանափակված են, ինչ որ հեղինակներ եւ այլն, հա, կարող ենք նորից կարդալ, նորից մեկնաբանել այս պատմիչին, այն պատմիչին եւ այլն, բայց դրանք սահմանափակ քանակությամբ սկզբնաղբյուրներ են։ Հնագիտությունը սահման չունի։ Ամեն օրյա աշխատանքում դու նոր տվյալ ես արձանագրում եւ դեռ երկար ժամանակ արձանագրես։ Այդ ամեն մի տվյալը ինչ որ դրվագ է, որը լրացնում է այդ մշակույթը։ Այսինքն այդպես մենք շարունակաբար պատկերը կառուցում ենք, էլի ընդհանուր պատկերը, մենք այդ պատկերը, այսինքն համայնապատկերը լրացնում ենք բազմաթիվ նոր դրվագներով, ընդ որում ասում եմ հատուկ հնարավոր գիտության բոլոր հնարավոր ոլորտների մեթոդաբանությունն ու գործիքակազմը օգտագործելով։ Հիմա այդ այսօրվա դրությամբ մոտարապես ասեմ ձեզ 90-ական թվականներից հետո առ այսօր այդ 30-40 տարվա ընթացքում
հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ինչ աղբյուրագիտական բազա ունեցել է, լրիվ ամբողջովին ոտից գլուխ թարմացվել է։ Լրիվ նոր տվյալներով, նոր սկզբունքային նոր տվյալներով, որոնք նախկինում հնարավոր չէր անգամ այդպիսի տվյալ արձանագրել եւ այլն, նոր տվյալներով, նոր հայացքով են կարողանում ճանաչել, իմանալ եւ երկխոսել այդ հին անցած գնացած մշակույթների հետ։ Անտրոպոգենեզի խնդիրներ հայկական լեռնաշխարհի սահմաններում ոնց են գնացել, ընթացել եւ այլն, այսօր շատ ավելի հստակ մենք դա կարողանում ենք տեսնել։ Ուրեմն քաղաքակրթության ձևավորման այդ ագրարային հեղափոխություն եւ դրանից հետո քաղաքակրթության ձևավորման դինամիկան ինչպես է գնացել եւ այլն եւ ամեն անգամ երբ որ այդ դինամիկայի մասին մենք ուզում ենք ինչ որ այս մեր տվյալները նորից մեջտեղ ենք բերում այդ նույնպես տարբեր տեղերում հրատարակված բարձր կարգի իմպակտ ֆակտոր ունեցող այդ ոնց է կոչվում որ հայերեն թարգմանենք ազդեցության գործակից ունեցող այդ ամսագրերում հրատարակվող հոդվածներ կան առաջին քարտի ամսագրերը այսպես այո այդ կարգի բանը շատ կարևոր տվյալներ ունենք մեր հին մայրաքաղաքների մասին այսինքն մենք գիտենք այդ քաղաքների մասին մենք պատմիչներով նկարագրված ինչ որ դրվագներ ունենք եւ այլն բայց ամեն անգամ նոր տվյալներով ասենք օրինակի համար հենց այս 2 տարի է մենք արտաշատում մեր արշավախումբը ինստիտուտի արշավախումբը որում գերմանացիներ հետ մեկտեղ համատեղ արշավախումբը բացել է մի 8-անկյուն եկեղեցի որը 4-րդ դարի առաջի 30-ամյակի մեջ պետքա առաջի 3 տասնամյակի մեջ պետքա թվագրվի այսինքն առաջի անգամ մենք Հայաստանում արձանագրում ենք արձանագրված հնագիտորեն արձանագրված ամենավաղ եկեղեցին մենք գիտենք Էջմիածնի մասին այդ ամբողջ պատումը ոնց է եկել եւ այլն բայց արձանագրված նրա հիմքերն էլ ունենք եւ այլն բայց որ ամբողջական բացենք պատկերը որում այդ եկեղեցու օրինակից Հայաստանում էլ չկա 8-անկյուն է այո դա արևելյան միջերկրակի արևելյան ափերին եւ այլն դա տարածված երևույթ էր էլի 4-րդ դարում հիմա այստեղ արձանագրել են ընդ որում արտաշատում այսինքն հենց այդ ժամանակվա մեր քաղաքում, հա, այդ շատ կարևոր հանգամանք է։ Անմիջապես Արաքսի հենց եզրին, ափերին, հենց ջրին կպած համարյա բացվել են շատ կարևոր այսպես կառույցներ, բաղնիկ եւ այլն, իրենց խճանկարներով զարդարված հատակներով եւ այլն, այնտեղի կառույցներն որ բացվել են, նոր դու տեսնում ես թե Արտաշատը արքայանիստ, այսինքն ինչպիսին է եղել Արտաշատը իսկական, որովհետեւ Խորվիրապի հարևանության բացված շինությունները եւ այլն, էլի, մասամբ էին պահպանված, կազարմաներ էին, հա, այդպես զորանոցներ էին եւ այլն, ու տնտեսական նշանակության, պալատական, լուրջ շինություններ չէր բացվել, իսկ չէ որ նկարագրված էր, որ դա Երևելի քաղաք է եղել։ Այդ Երևելի քաղաքի ինչ որ հատվածներ հիմա նոր կարողանում են բացել։ Հետքերը այդտեղ եք բացահայտել։ Նորից էլի կարողանում են բացահայտել, ընդ որում օգտագործելով էլի նորից ասենք, հա, այդ լիդար համակարգերը օթային լուսանկարներով եւ այլն տեսնում են գետնի տակ շատ ավելի խորը, շատ ավելի մանրամասն, հասկանում ենք որ այստեղ մոնումենտալ շինության հետքեր կա, գնում ենք այդտեղ պեղելու։ Հա, այս պահերը կան, էլի օգնում։ Էլի նորից մեզ օգնում է, այսինքն անհնար է, այսինքն չկա անցյալի ճանաչողություն այսօրվա ստեղծված գիտության որևէ ոլորտ չօգտագործելով։ Պետք է անպայման օգտագործենք եւ առաջ գնանք։ Քիմիական բաղադրություն եւ այլն, էլի։ Շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար, ցավոք սրտի մեր ժամանակը սահմանափակ է, կարող էինք անվերջ շարունակել այս զրույցը եւ շնորհակալություն այդ կարևորագույն աշխատանքի համար, որ դուք ձեր թիմով իրականացնում եք։ Ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրեցիք, շանս ունեցա ինչ-որ բաներ ասելու։ Մենք դեռ կշարունակենք աշխատել եւ լավ բաներ կբացենք։ Հուսանք, որ դորից կհանդիպենք եւ կզրուցենք, չենք բացել։ Անչափ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։